Բարի երեկո իմ հարգելի բարեկամ։ Շատ ուրախ եմ, որ որոշել ես միանալ ինձ։ Համոզված եմ, դու ունես հարցերի մի ամբողջ կույտ։ Թույլ տուր ինձ ամեն ինչ քեզ բացատրեմ։ Ուրեմն նայ, այսօրվա մեր հերոսի պատմությունը աննկարագրելի մռայլ է։ Շատ տխուր սկզբով, անմխիթար ավարտով եւ բավականին խենթ մեջտեղով։ Այսպիսով խորհուրդ եմ տալիս քեզ լավ հարմարվել եւ ինչ որ տաք բան լսնել, որովհետեւ մենք այսօր ուղևորվում ենք շատ սառը, տարօրինակ եւ սարսափելի տեղ։ Էդվարդ Մունկի աշխարհ։ Chagall, Picasso, Velázquez, բոլորը գալիս են ռակատա Լոտրեկ, Տինտորետո, Ռաֆայել, Դեգաս, Սեզան, Էնսոր, Սարգան Բոլորը գալիս են ռակատա Բոլորը գալիս են ռակատա Այսօրվա մեր պատմությունը սկիզբ է առնում Նորվեգիայում։ Նորվեգիան, եթե ինչ-որ մեկը չգիտի, դա այնպիսի մի հետաքրքիր վայր է, որտեղ արևը հայտնվում է ճիշտ այնքան ժամանակ, որ մարդիկ հիշեն, թե ինչ տեսք ունեն, ու նորից անհետանում է, որպեսզի չխանգարի նրանց տխրել։ Այսպիսով, այդ երկրի տարածքում Օսլո անվանումով Քիփլիկ քաղաքում ապրում էր մի ընտանիք։ Դա ռազմական բժիշկ Քրիստիան Մունկի եւ նրա կնոջ Լաուրա Կատրին Բյոլստադի ընտանիքն էր։ Չնայած նրան, որ երկուսն էլ ծագում էին ազնվական եւ հարգարժան ընտանիքներից, չի ասի, որ շատ հարուստ էին ապրում։ Իրականում ընտանիքի միակ եկամուտը Մունկի համեստ աշխատավարձն էր։ Ֆինանսական վիճակի պատճառով նրանք ստիպված էին անընդհատ ճանապարհորդել Նորվեգիայով, ավելի էժան բնակարան փնտրելու համար։ Ու ամեն տեղափոխությունից հետո տները դառնում էին ավելի ու ավելի վատը։ Այնուամենայնիվ, չնայած կենցաղային ծանր պայմաններին, ամուսինները 5 սիրելի երեխա ունեցան։ Առաջին որդին եւ ընտանիքի երկրորդ երեխան հենց Էդվարդ Մունկն էր, ում համար մենք այսօր բոլորս այստեղ հավաքվել ենք։ Բացի նրանից, ընտանիքում կար եւս մեկ տղա եւ 3 աղջիկ։ Փոքրիկ Էդվարդը շատ տպավորվող երեխա էր ու դեռ մանկուց շատ զգայուն էր տանը տիրող մթնոլորտի հանդեպ։ Իսկ այդ մթնոլորտը ոնց ասեմ, լավ, արի ուղիղ ասեմ, սարսափելի էր։ Հենց Էդվարդը 5 տարեկան դարձավ, նրա մայրը մահացավ թոքախտից։ Սա ծանր հարված էր ամբողջ ընտանիքի համար, քանի որ եթե տանը գոնե մեկը կար, ով ժամանակ առ ժամանակ կարողանում էր դրական տրամադրություն պահպանել, դա հենց մաման էր։ Կատրինի մահից հետո ընտանիքում ամեն ինչ մեղմ ասած թարս գնաց։ Օրինակ, Էդվարդի հոր մոտ սկսեց զարգանալ կրոնական ֆանատիզմի շատ ծանր տեսակ։ Ժամանակակից հոգեբուժները կնկարագրեին նրա վիճակը որպես կրոնադեպրեսիվ հոգենևրոզ, բայց ցավոք այն ժամանակ հոգեբուժները քիչ էին, իսկ Աստված շատ էր։ Այդ պատճառով Մունկ ավագը գրեթե ամեն երեկո երեխաներին հավաքում էր հյուրասենյակի կլոր սեղանի շուրջ եւ երկար կարդում էր կրոնական քարոզներ, մանրամասն նկարագրելով դժոխքը եւ թե ինչ տանջանքներ են նրանց սպասում։ Դրա պատճառով փոքրիկ Էդվարդը սկսեց գիշերներով այլանդակ մղձավանջներ տեսնել, որոնք նա կարողացավ հաղթահարել բավականին հետաքրքիր ձևով։ Նկարչությամբ մի անգամ ես վերադարձա տուն եւ ցանկացա հաշտվել հորս հետ։ Ես բացեցի նրա սենյակի դուռը, հայրս ծնկի էր եկել մահճակալի առաջ եւ աղոթում էր։ Ես նրան երբեք այդպիսին չէի տեսել։ Ես փակեցի դուռը եւ գնացի իմ սենյակ։ Ինձ պատեց անհանգստությունը։ Ես չէի կարողանում քնել։ Ի վերջո ես վերցրեցի տետրս եւ սկսեցի նկարել մահճակալի առաջ ծնկի եկած հորս։ Վերցրեցի ներկերի տուփը եւ ամեն ինչ ներկեցի գույներով։ Վերջապես դա ինձ հաջողվեց։ Ես հանգիստ պառկեցի մահճակալին եւ արագ քնեցի։ Բայց մոր մահը Էդվարդի կյանքի միակ դժբախտությունը չէր։ 10 տարի անց նույն հիվանդությունից մահացավ նրա ավագ քույրը Սոֆիան, որի հետ նա ընտանիքի բոլոր անդամներից ամենամտերիմն էր։ Այս իրադարձությունը ցնցեց Մունկին եւ էականորեն ազդեց նրա աշխարհայացքի վրա։ 15 տարեկանում Էդվարդը ծանր հոգեբանական ճգնաժամ ապրեց եւ լիովին հիասթափվեց կրոնից, քանի որ չէր կարողանում հասկանալ, թե ինչու հոր ամենօրյա աղոթքները չկարողացան փրկել քրոջը, բայց դրանով Մունկերի տան դժբախտությունները չավարտվեցին։ Որոշ ժամանակ անց Էդվարդի կրտսեր քույրը Լաուրան սկսեց իրեն մի փոքր տարօրինակ պահել։ Սկզբում հաճախակի տրամադրության տատանումներ էր ունենում, մի պահ շատ ուրախ էր, իսկ մի րոպե հետո կարա շատ ուժեղ լացել, բայց հետո սկսեցին ի հայտ գալ ավելի լուրջ ախտանիշներ։ Ի վերջո նրան ախտորոշեցին շիզոֆրենիա եւ ուղարկեցին հոգեբուժարան, որտեղ նա մնաց մինչեւ կյանքի վերջ։ Այս սրանք են մեր գլխավոր հերոսի մանկության հիմնական հիշողությունները։ Կարծում եմ ձեզ այնց քչերը կզարմանան, եթե իմանան, որ այս մարդը կյանքում
այնքան էլ հաճախ չէր ժպտում։ Ինչը բնական է, կրոնի հանդեպ հիասթափության ֆոնին Էդվարդի մոտ աստիճանաբար սկսեց զարգանալ գաղափարական հակամարտություն հոր հետ, որը շարունակում էր մնալ կրոնական մոլերանտ։ Բացի դրանից, արդեն վաղուց հաստատված եւ կարելի ասել նույնիսկ սուրբ ավանդույթների համաձայն մեր գլխավոր հերոսի հայրը չափազանց բացասական էր վերաբերվում Էդվարդի նկարիչ դառնալու ցանկությանը։ Եվ մեծամասամբ հենց նրա պատճառով էլ մենք չունենք Էդվարդի մանկությունից պահպանված ոչ մի նկար։ Բոլորը այրվել են ճշմարտության աստվածային կրակի մեջ։ Ի դեպ, կա եւս մեկ հետաքրքիր դետալ, որը Էդվարդ Մունկին առանձնացնում է մեր հաղորդաշարի մյուս հերոսներից։ Շատ նկարիչներ, որոնց մասին մենք խոսել ենք, շատ ասելով ի նկատի ունեմ գրեթե բոլորին, բացի երևի Բրեյգելից, որովհետև իր մասին մենք ոչ մի բան չգիտենք, շատ մեծ խնդիրներ են ունեցել ճշգրիտ գիտությունների հետ։ Ինչի մասին է խոսքը, նրանցից մեկը նույնիսկ չգիտեր, թե ինչպես ճիշտ վճարել տաքսու համար, բայց Մունկը այդպիսին չէր։ Նա մեծ հաջողությունների էր հասել մաթեմատիկայում, ֆիզիկայում եւ քիմիայում։ Նա պարզապես ընտրեց նկարիչ դառնալ, որովհետև դա նրան դուր էր գալիս։ Հենց այդ պատճառով էլ Էդվարդը բավականին արագ թողեց ուսումը տեխնիկական քոլեջում եւ ընդունվեց Օսլոյի թագավորական նկարչության դպրոց։ Այնտեղ նրա վարպետը դարձավ հայտնի նատուրալիստ նկարիչ Քրիստիան Կրոգը, որի օգնությամբ Էդվարդը բացահայտեց նորվեգական բոհեմական կյանքի զարմանալի աշխարհը։ Նա սկսեց ընկերություն անել տարբեր անարխիստների եւ նիհիլիստների հետ, հաճախ խմել, այցելել տարբեր գիշերային ակումբներ, մի խոսքով պապայի դուրը չէր գալիս։ Նա խորապես հիասթափված էր իր որդուց եւ նրա ընտրած ճանապարհից։ Ուստի, որպես կանոն, ամեն անգամ, երբ Էդվարդը վերադառնում էր տուն, նրանց միջև ծագում էին բարձր հոգևոր վեճեր, որոնք սովորաբար ոչ մի արդյունք չէին տալիս։ Էդվարդը այնուամենայնիվ շարունակում էր վարել բոհեմական կյանք եւ ընկերություն անել անարխիստների հետ։ Ի դեպ, նրանցից մեկը, հայտնի գրող Հանս Էգերը, Մունկին մի շատ հետաքրքիր խորհուրդ տվեց։ Ասում է, լսի, այդ սա քննադատներին եւ ակադեմիկոսների ասածների վրա ուշադրություն մի դարձրու։ Պարզապես նկարիչ նենց ոնց զգում ես։ Նկարիչ քո կյանքը։ Էդվարդը խորհուրդը լսեց, ասեց. Ինչու ոչ, եւ որոշ ժամանակ անց նա ստեղծեց մի շատ անձնական նկար, որը 1886 թվականին հայտնվեց հանդիսատեսի ուշադրության կենտրոնում։ Նկարը կոչվում էր Հիվանդ երեխա։ Ինչպես հեշտությամբ կարելի է կռահել, նկարի սյուժեն նվիրված է նրա քրոջ Սոֆիայի հետ կապված ողբերգությանը։ Կտավի վրա պատկերված է արդեն բոլորովին գունատված Սոֆիան, որը կամաց-կամաց պատրաստվում է մեկնել են աշխարհ։ Իսկ կողքին պատկերված է մի կնոջ կերպար, որը խոնարհել է գլուխը վշտի մեջ։ Սա Մունկի մոր քույրն է, Յոհաննան, որը մոր մահից հետո փոխարինել է նրան եւ հոգ էր տանում երեխաների մասին։ Այս նկարը չափազանց հեռու է ակադեմիական ստանդարտ հասկացությունից։ Վրձնահարվածները կոպիտ են, նույնիսկ որոշ չափով նյարդային, գույները մշուշված են, կարծես ամեն ինչ շուրջը լուծվում է, ինչպես հիշողություններում։ Փաստացի նկարը իրենից հենց այդ էլ ներկայացնում է։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մարդը իսկապես տառապել է այն ստեղծելիս։ Բայց ցավոք քննադատները եւ հանդիսատեսը տեղյակ չէին Մունկի անձնական ողբերգությունից։ Ուստի արձագանքները մեղմ ասած հուսադրող չէին։ Նկարը անվանում էին վիժվածք եւ ողորմելի։ Նույնիսկ դրական արձագանքներում գրված էր, որ նկարը լավագույն դեպքում հիշեցնում է անհաջող էտյուդ։ Բայց եթե կար ինչ-որ մեկը մեր բոլոր հերոսներից, որը սրտին մոտ չէր ընդունում քննադատների կարծիքները, ապա դա հենց Էդվարդ Մունկն էր։ Նա առանց այդ էլ լիքը խնդիրներ ուներ։ Հետագայում Էդվարդ Մունկը գնաց թեթև ճամփորդության, այցելեց Ֆրանսիա, սկսեց հաճախել դասերի Դումիասա Լեոն Բոննայի մոտ, այո, նույն այն Բոննայի, ում մոտ գնում էր նաև մեր մյուս հաղորդման հերոսը Թուլուզ Լոտրեկը։ Ճիշտ է, Մունկը Լոտրեկից շատ ավելի արագ լքեց Բոննայի դասերը, բայց ավելի տխուր պատճառով։ Բանն այն է, որ դասերի ընթացքում Մունկին նամակ եկավ, հայտնելով հոր մահվան մասին։ Ընդ որում նամակը շատ ուշ էր հասել, եւ փաստորեն կարդալով այն Էդվարդը դանդաղ գիտակցում էր, որ արդեն բաց է թողել համ հոգեհանգիստը, համ թաղումը։ Սա անդառնալի հարված հասցրեց Մունկի հոգեկանին, այնքան ուժգին, որ նա ընկավ ամենաիսկական եւ երկարատև դեպրեսիայի մեջ, ինչը ի վերջո չէր կարող չազդել նրա ստեղծագործության վրա։ Ահա օրինակ մի գործ, որը նա նկարել է այդ ժամանակաշրջանում։ Նկարը կոչվում է Գիշեր Սեն-Կլույում կամ պարզապես գիշեր։ Բավականին մռայլ եւ մթնոլորտային նկար է։ Հյուրանոցի մութ սենյակի պատուհանի մոտ մենք տեսնում ենք մի խորհրդավոր մարդու սիլուետ։ Որոշ քննադատների կարծիքով սա Էդվարդի ֆիգուրն է, սակայն ճնշող մեծամասնությունը ավելի շատ հակված է կարծել, որ դա Էդվարդի հոր ուրվապատկերն է։ Հենց այսպիսի գիշերներից մեկի ընթացքում Էդվարդը իր օրագրում մի գրառում արեց նկարչության մասին ու եկավ այս մտքին. այլևս չպիտի նկարեմ սենյակներ կարդացող տղամարդկանցով եւ գործող կանանցով։ Ես նկարելու եմ կենդանի մարդկանց, որոնք շնչում են եւ զգում եւ տանջվում եւ սիրում։ Այս գրառումը կոչվում է Սենք Լուի մանիֆեստ։ Իսկ այս խորհրդավոր նկարը առաջի անգամ ներկայացվել է
ազգային ամենամյա աշնանային ցուցահանդեսում եւ ստացել է զգալիորեն ավելի դրական արձագանքներ, քան հիվանդ երեխան, բայց մենք բոլորս գիտենք, թե որ նկարն է նրան բերել իսկական հաջողություն։ Դե, ինձ թվում է, այս նկարը ներկայանալու խնդիր չունի, հաստատ տեսել ես։ Առաջին բանը, որ ուզում եմ ասել, դա այն է, որ ճիչի 5 տարբերակ է ստեղծվել։ Յուրաքանչյուրը գույներով եւ դետալներով մի քիչ տարբեր են, բայց էությունը նույնն է։ Ուրեմն կենտրոնում սարսափած դեմքով, ականջները ձեռքերով փակած, բերանը բաց, ճչացող մի կերպար է։ Նրա դեմքը երկարավուն է, գրեթե այլմոլորակային։ Դե, ինչ որ առումով։ Մունկին ոգեշնչել է մի պերուական մումիա, որը նա տեսել էր Փարիզում 1889 թվականին ցուցադրության ժամանակ։ Մինչև ճիչը Մունկը նկարել էր հուսահատություն կտավը, որը կարելի ասել ճիչի նախատիպն էր։ Այստեղ մի կերպար հենված է կամուրջին եւ նայում է ֆիորդին, նույն կարմիր երկնքի տակ։ Բայց ճիչում Մունկը ամեն ինչ ավելի է սրել։ Կերպարը դարձրել է կենտրոնական, ավելացրել է ականջները փակելու ժեստը, եւ կարևոր պահ, շատերը սխալմամբ կարծում են, որ կերպարը ճչում է, բայց իրականում նա ականջները փակում է փորձելով պաշտպանվել ինչ-որ բանից։ Բանն այն է, որ մի օր Մունկը իր ընկերների հետ մանր գալի Օսլոյի Էքեբերգ բլրի վրա։ Այդ պահին հանկարծ նա զգում է խոր մելանխոլիա եւ տեսնում է արյան պես կարմիր երկինք։ Եվ ինչպես ինքն էր ասում, լսում է բնության միջով անցնող անverջ ճիչ։ Իսկ տեղը, որտեղ դա տեղի է ունենում, մեղմ ասած հեչ հաճելի վայր չէր։ Մոտակայքում հոգեբուժարան էր, որտեղ բուժվում էր նրա քույրը եւ սպանդանոց։ Հեչ զարմանալի չի, որ այդ պահին նա այդ ամենը զգաց։ Այս ամենը նաեւ ընդգծում են կարմիր ամպերը, որոնք խորհրդանշում են քաոս, արյուն, ապոկալիպսիս։ Իդեպ, կարմիր ամպերը նա իր գլխից չի վերցրել։ Այստեղ կա մի շատ հետաքրքիր վարկած, որը կապված է 1883-ի Կրակատաո հրաբխի ժայթքման հետևանքների հետ։ Չգիտեմ լսել ես դրա մասին թե չէ, բայց Խաղաղ օվկիանոսում գտնվող այդ հրաբուխը բառացիորեն պայթեց ու շատ ուժեղ։ Պայթյունը երբևէ արձանագրված ամենաբարձր ձայնն էր, իսկ մոխիրը պատել էր ողջ մոլորակը։ Ու դեռ մի քանի տարի ամբողջ աշխարհում շատ արտասովոր կարմիր մայրամուտներ էին դիտվում։ Հավանաբար հենց այսպիսի մի մայրամուտ էլ տպավորել է Մունկին։ Ինչևէ, շարունակենք։ Նկարի ողջ կոմպոզիցիան կարծես ծորում է կամ պտտվում, կարծես չունենալով որևէ ստաբիլ կետ։ Վրձնահարվածները անհանգիստ են եւ ավելի են ուժեղացնում նկարից եկող տագնապի զգացումը։ Նկարը կարծես խոսում, ճչում է էգզիստենցիալ ճգնաժամի, միայնության, մահվան վախի մասին։ Այն ամենի, ինչ զգում էր մարդը 19-րդ դարի վերջին, երբ աշխարհը արագ արդյունաբերականանում էր, կյանքի հին ձևերը կորում էին, իսկ նորերը դեռ չէին հայտնվել։ Մյուս կողմից էլ սա Մունկի էմոցիոնալ տանջանքի արտահայտություն է, երբ ներքին անհանգստությունը եւ ընկճվածությունը կարծես պրոյեկտվում է աշխարհի վրա եւ մի տեսակ գունավորում այն։ Գուցե ճիչը Մունկի համար եղել է թերապևտիկ ելք, գոնե մի կերպ հաղթահարելու իր վախերը եւ վիշտը։ Առաջին անգամ այս նկարը ցուցադրեցին 1895-ին Օսլոյում։ Ու բնականաբար սկանդալ։ Մարդիկ կասկածում էին Մունկի adekvatության վրա, նույնիսկ մի բժիշկ ուսանող նրան խելագար էր կոչել։ Իսկ 1910-ին, անելով վերջին 5-րդ տարբերակը, Մունկը ասեց, կարող է նկարվել միայն խելագարի կողմից։ Ստեղ դու հավանաբար կհարցնես, լավ, Արայիկ ջան, նկարների հետ ամեն ինչ պարզ է, բայց ինչ կպատմես Էդվարդի անձնական կյանքից, ինչին ես կպատասխանեմ, նույնիսկ չգիտեմ որտեղից սկսեմ, չնայած չէ, լավ էլ գիտեմ։ Տես, մի անգամ, երբ Մունկը արդեն բավականին հայտնի էր, նա ծանոթացավ մի շատ հետաքրքիր ու շատ հարուստ աղջկա հետ, Տուլա Լարսեն անունով, որին պարզապես անվանում էին Մաթիլդա։ Նրանց միջև սիրային կապ սկսվեց, ընդ որում բավականին լուրջ, որը տևեց ոչ ավել ոչ պակաս 4 տարի։ Բայց ինչպես սովորաբար լինում է բոլոր նշանավոր անհատականությունների հետ, ինչ որ պահից ինչ որ բան են չգնաց։ Ինչը, հիմա ասեմ, ինչպես հաճախ լինում է բարդ սիրային հարաբերություններում, ամեն ինչ բավականին պարզ է։ Ուրեմն, Մաթիլդան սիրահարված էր Էդվարդին եւ ցանկանում էր ամուսնանալ նրա հետ։ Էդվարդը նույնպես սիրում էր Մաթիլդային, բայց նախընտրում էր իր սերը արտահայտել մի քանի հազար կիլոմետր հեռավորությունից եւ ամուսնանալ չէր ցանկանում։ Ամեն անգամ, երբ Մաթիլդան առաջարկում էր ամուսնանալ, Էդվարդը պատասխանում էր ինչ-որ վանիլային արտահայտություններով. Մաթիլդա, հասկանում ես, ես մի քիչ ուրիշ ձև եմ նայում այս աշխարհին։ Ամուսնությունը դա վանդակ է։ Մի խոսքով հասկացար էլի ես ինչի նկատի ունեմ։ Բնականաբար սա երկար չէր կարող շարունակվել եւ ահա մի օր, երբ Մունկը գտնվում էր արտերկրում, նա ընկերոջից նամակ ստացավ, որում գրված էր, որ Մաթիլդան փորձել է ինքնասպան լինել։ Հենց հաջորդ օրը Մունկը վերադարձավ Նորվեգիա, որտեղ Մաթիլդան կրկին նրան դրեց փաստի առաջ, որ նրանք պետք է լուրջ խոսակցություն ունենան։ Ի պատասխան Էդվարդը ասաց. «Լսի կյանքս 5 րոպեից Բեռլին պիտի գնամ, հետ գամ նոր էլի»։
Ի վերջո, նրանց միջև խոսակցություն տեղի ունեցավ, որի մասին մենք գրեթե ոչինչ չգիտենք, բացի այն փաստից, որ Մաթիլդայի հետ նույն սենյակում գտնվելիս Էդվարդը կրակոտ ստացավ մատին, ինչից հետո նրանք այլևս երբեք չշփվեցին։ Չնայած արտաքին սառնությանը, այս հարաբերությունները, հատկապես նրանց ավարտը, շատ ազդեցին Էդվարդի վրա։ Այդ ժամանակվանից Մունկը սկսեց մեծ կասկածանքով վերաբերվել կանանց, համարելով նրանց վտանգավոր էակներ, որոնք խմում են իրենց զոհերի արյունը։ Իսկ ովքեր են խմում մարդկանց արյունը, ճիշտ է, վամպիրները։ Եվ դու ճիշտ գուշակեցիր, Մունկը ունի տենց կտավ։ Ահա այն։ Կտավում պատկերված է գրկախառնված զույգ, բայց նրա դեմքի արտահայտությունը, մարմնի դիրքը անմիջապես միտք են առաջացնում, որ սա պարզապես սիրո տեսարան չի։ Այստեղ թաքնված է շատ ավելին, քան թվում է առաջին հայացքից։ Կտավում պատկերված չի ավանդական վամպիր, սուր ատամներով, որ արյուն է խմում իր զոհից։ Այստեղ Մունկը ցույց է տալիս, թե ինչպես մի մարդ կարող է մյուսից խմել ամբողջ կյանքը եւ նրա բոլոր ուժերը։ Կինը հիշեցնում է ոչ այնքան արյունով սնվող էակ, որքան վախի եւ էմոցիոնալ սպառման խորհրդանիշ։ Նա ինչ որ կերպ կախված է տղամարդու վրա։ Նրա մարմինը ծռված է անպաշտպան դիրքում եւ թվում է, թե նա այլևս չի կարող ոչ դիմադրել, ոչ էլ հեռանալ։ Մունկը իր գույնի եւ լույսի բացառիկ զգացումով օգտագործում է կարմիրի եւ նարնջագույնի հագեցած երանգներ, փոխանցելու տեղի ունեցող դրամատիզմը։ Կտավը կարելի է մեկնաբանել որպես հարաբերությունների մետաֆորա, որտեղ մի զուգընկեր զրկում է մյուսի կենսունակությունը։ Սա պարտադիր չէ, որ լինի բառացի իմաստով։ Մունկը, ինչպես սիմվոլիզմի մեծ վարպետ, օգտագործում է պատկերներ եւ մետաֆորաներ, փոխանցելու նուրբ եւ բարդ էմոցիոնալ փորձառություններ։ Վամպիրը ոչ միայն հարաբերություններում ցավի մասին է, այլև այդ հարաբերությունների առաջ անզորության, այն մասին, թե ինչպես են դրանք դառնում թունավոր շրջանի նման, որից հնարավոր չէ դուրս գալ։ Ի սկզբանե կտավը կոչվել է սեր եւ ցավ, եւ պետք է ասեմ, որ Մունկը այս կտավի վերաբերյալ ժխտել է վամպիրային մեկնաբանությունները, որոնք շատ քննադատներ եւ հանդիսատեսներ տվել են։ Մունկը մի քանի տարի շարունակ ուսումնասիրել էր մարդկային տառապանքը, սիրո լույսը եւ դրա հետ կապված ցավը, որը կարող է լինել հենց հարաբերությունների մեջ։ Նա նույնիսկ ունի մի շարք, որը կոչվում է կյանքի ֆրիզ, որտեղ կենտրոնական թեմաներն են սերը, մահը, անհանգստությունը։ Այն ամենը, ինչ տանջում էր նրան ամբողջ կարիերայի ընթացքում։ Եվ այս տանջանքները համառորեն չէին ավարտվում։ Այդ կանանց հանդեպ վախը աստիճանաբար վերածվեց պարանոյայի, իսկ հետո լիարժեք հոգեկան խանգարման, հետապնդման մանիայով։ Այսպես ասած, նոր հայացքների հետ կապված Մունկի կյանքում հայտնվեցին նոր կանոններ։ Մի քանի տարի նա խիստ սահմանափակեց մարդկանց հետ շփումը, դադարեց դուրս գալ քաղաքից, տնից էլ գրեթե դուրս չէր գալիս, իսկ եթե դուրս էր գալիս, միշտ իր հետ վերցնում էր ալկոհոլով տափաշիշ։ Այսպիսի կենսակերպի արդյունքում մեր հերոսը ունեցավ մի շարք ուժգին նյարդային նոպաներ, որոնք նրան հասցրին, ճիշտ է, հոգեբուժարան, որտեղ նրան ախտորոշեցին մանիակալ դեպրեսիվ հոգեխանգարում։ Ինչպես հաճախ էր սիրում ասել ինքը Մունկը, մայրիկից մենք ժառանգել ենք վատ թոքեր, իսկ հայրիկից վատ նյարդեր։ Ինտենսիվ շոկային թերապիայի, թերապևտիկ սեանսների եւ վալերիանով դիետայի 6 երկար ամիսներից հետո Էդվարդ Մունկին վերջապես դուրս գրեցին։ Այստեղ պետք է խոստովանել, որ Էդվարդ Մունկի հետագա կյանքը այնքան էլ հագեցած չէր իրադարձություններով։ Նա սկսեց խուսափել հասարակական կյանքից եւ ավելի շատ ձգտել մենակությանը եւ ներքին հարմարավետությանը։ Ուստի մի օր նա պարզապես գնեց մի կալվածք քաղաքից դուրս եւ մնացած տարիները զբաղվեց գյուղատնտեսությամբ։ Լոլիկ էր աճացնում, կովեր էր կթում, իսկ երեկոները հանգիստ եւ հարմարավետ մթնոլորտում շարունակում էր զբաղվել նկարչությամբ։ Կարծում եմ ոչ ոք չի վիճի, որ սա հենց այն ավարտն է, որին մեր գլխավոր հերոսը ամբողջովին արժանի էր։ Ի վերջո, նա ունեցել է շատ ծանր կյանք։ Դու միայն պատկերացրու, մոր մահ, քրոջ մահ, մյուս քրոջ մահ, հոր հիվանդություն, հոր մահ, դեպրեսիա, ցավալի հարաբերություններ, կրակված մատ, մանիակալ դեպրեսիվ հոգեխանգարում, հետագայում իսպանական գրիպ, աչքի մասնակի կորուստ։ Թվում է, թե ամենասարսափելին արդեն անցյալում է, բայց հանկարծ, ի զարմանս բոլորի, մեկ այլ նկարիչ ավելի լուրջ հոգեկան խանգարումներով որոշեց հարձակվել Լեհաստանի վրա, ինչը հանգեցրեց երկրորդ համաշխարհային պատերազմի։ Լեհաստանին հաջորդեց Դանիան, ապա Նորվեգիան, որտեղ այդ ժամանակ ապրում էր Մունկը։ Այդ ժամանակ նա արդեն հիվանդ միայնակ ծերունի էր, ում խորապես չէր հետաքրքրում քաղաքականությունը եւ այն ամենը, ինչ կատարվում էր իր պարտեզից այն կողմ։ Միակ բանը, որը նրան անհանգստացնում էր, այն էր, որ նացիստները կարող են բռնագրավել նրա աշխատանքները, բայց դա տեղի չունեցավ։ Չնայած նրան, որ նացիստները նրա արվեստը համարում էին դեգեներատիվ, Նորվեգիայի օկուպացիայի
եւ ողջ ընթացքում նրանք երբեք չանցան նրա տան շեմը։ Ինչու՞։ Դե, բանն այն է, որ Նորվեգիա ժամանելուն պես նացիստները բախվեցին բավականին հետաքրքիր երկընտրանքի։ Մի կողմից նրանք չէին կարող ձերբակալել Մունկին, քանի որ նա Նորվեգիայի ազգային գանձ էր։ Մյուս կողմից նրանք նաև չէին կարող համագործակցել նրա հետ, քանի որ Մունկը պարզապես չէր ուզում։ Այսպիսի հետաքրքիր բաներ Էդվարդ Մունկը մահացավ սրտի կաթվածից 1944 թվականի հունվարի 23-ին։ Դե ինչ, այսօր այսքանը, ինչ կարելի ասել որպես վերջաբան։ Դե, մեղմ ասած, ամենաուրախ կյանքը չէր, որ կարելի էր ունենալ, բայց ի ուրախություն մեզ բոլորիս Մունկը շատ համարձակ ձևով դիմադրում էր կյանքի դժվարություններին եւ ամեն հարված վերածում էր ինչ-որ նոր կտավի ու իրականում, որ սենց նայենք, ավելի լավ չէր էլ կարող անել։ Դե ինչ, սիրիր արվեստը, գտիր քո ձևը դիմակայելու կյանքի դժվարություններին ու եկեք հանգիստ թողնենք այդ խեղճ Լեհաստանին։ Քեզ հետ էր Արայիկը, դու նայում ես Ռակատան, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Dali miro Botticelli, Monet Goya, Chagall, Picasso, Velázquez, Bora Galiseng, Rakata, Lautrec, Tintoretto, Raphael, Degas, Cézanne, Ensor, Sargan, Olora Galiseng, Rakata.